2015-ին հարկային եկամուտների և պետական տուրքի գծով պետական բյուջեի մուտքագրվել 33 միլիարդ 118 միլիոն դրամ, գերազանցվել է 2014-ի մուտքերի մակարդակը, գերակատարվել 2015-ի պլանային ցուցանիշները։ Պլանավորված 33 միլիարդ դրամ ցուցանիշը գերազանցել է 0,4%-ով կամ 118,4 միլիոն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 10%-ով կամ շուրջ 3 միլիարդ դրամով։ Ընդ որում, պլանային առաջադրանքների նկատմամբ գերակատարումներ են արձանագրվել բոլոր եկամտատեսակների գծով, բացառությամբ ավելացված արժեքի հարկի, որը կազմել է ծրագրային ցուցանիշի 87,6%-ը։ ԱԷ գծով պլանի թերակատարումը հիմնականում պայմանավորված է BES-Metals ՓԲԸ կողմից 2015 թվականին իրականացված ներդրումների արդյունքում կատարված ԱԷ հաշվառումներով, ինչի հետևանքով ընկերությունը հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջե ընդհանրապես վճարումներ չի կատարել։ Կատարել մեր պարտականորոշ դրած խնդիրները, բայց ով մենք լավ գիտենք, ինչ գնով ենք կատարել, ինչքան դժվարություններով, ինչպիսի դժվարություններով եւ պարզապես որ կարող էինք ավելի անել եւ մեր բաց թողումները։ Դրա մասին մենք ինքներս ավելի լավ գիտենք։ Այս ցուցանիշների ապահովման հարցում նախարարության ստորաբաժանումներից յուրաքանչյուրը իր ներդրումն ունի։ Մուտքերի ավելի քան 68%-ն ապահովել են խոշոր հարկվճարողների վարչությունում գրանցված հարկատուները։ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունը ընդհանուր մուտքերի շուրջ 16%-ն է ապահովել։ Տեսչությունում գրանցված հարկատուների թիվն էլ 2015-ին միայն ավելացել է։ Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների թիվը գրեթե չի փոխվել։ Դրանք հասկացվում են ռիսկայնության չափանիշներից ելնելով, ինչը մեծապես բարձրացնում է ստուգումների արդյունավետությունը։ Հանրային իրազեկման աշխատանքներն են շարունակվել, դրանց համար ավանդականի հետ նաև նոր գործիքներ են կիրառվում։ Շարունակվել է համակարգի արդիականացումը, վերակառուցվել եւ վերազինվել է Ասկերանի շրջանի հարկային տեսչության շենքը, շուտով նոր տեսքով եւ նոր հնարավորություններով շահագործման կհանձնվի Քաշաթաղի շրջանի հարկային տեսչության շենքը։ Ձեռքբերումները եւ խնդիրները տեսչությունների պետերն են ներկայացրել, ամբողջացրել է նախարարության կազմակերպական, հսկողական եւ եկամուտների հաշվառման վարչության պետը։ Ներմուծման եւ արտահանման մասին 2014-ի համեմատ ներմուծման ծավալները կրճատվել են, արտահանմանը ավելացել, երկու դեպքում էլ դրանց հիմնական մասը Աղավնոյի անցակետին է բաժին հասնում։ Համակարգում հետևողական են եղել ոչ միայն որ հարկատուները կատարեն իրենց պարտավորությունները, այլև որ հարկային մարմնի աշխատակիցները բարեխիղճ լինեն իրենց պարտականություններում։ Հարկային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու համար 2015 թվականին կարգապահական պատասխանատվությանը ենթարկվել 5 աշխատակից։ Կատարված աշխատանքը ֆինանսների նախարարը գնահատում է, սակայն անհրաժեշտ է համարում հենց նախորդ տարվա թերություններից դասեր քաղելը, որպեսզի թերակատարումները տարեվերջին բոլորին անակնկալի չբերեն, պետք է տարվա ընթացքում պարբերաբար աշխատել, հատկապես խոշոր հարկվճարողների հետ եւ ճշտել, արդյոք նրանք ի վիճակի են լինելու ապահովել մուտքերի այն մակարդակը, որ ակնկալվում է իրենցից։ 16 թվականի, ասենք, մուտքերը պլանավորենք այնպես, որպեսզի կարողանանք ամբողջական կատարել։ Միայն մնում է հետևողական լինել։ Առավել եւս այդ մեծերի հետ BES-Metals ընկերության ժամանակացույց, եթե պետք է ասեք, որպեսզի իրենց հրավիրենք ժամանակացույց, թող իրենք մեկ անգամ եւս հավաստեն, ասենք, այն թիվը, որ մենք բյուջեին տեղավորել ենք, նույնն էլ վերաբերում է մնացած, ասենք, խոշոր տնտեսվարող սուբյեկտներին եւ ասենք ժամանակացույցով, որ մենք բյուջեին պլանավորել ենք այսինչ թիվը, այսինչ չափի եւ դուք պարտավոր եք այն իրականացնել։ 2016-ը բարի լուրերով է սկսվել հարկատուների համար։ Տարեսկզբից ուժի մեջ մտան ոլորտը կարգավորող օրենքներում կատարված փոփոխությունները։ Դրանք արդեն հարկատուներին են ներկայացվել։ Հունվարի վերջին բոլոր շրջաններում եւ մայրաքաղաքում հարկատուների մասնակցությամբ կազմակերպված սեմինար խորհրդակցությունների ընթացքում պետք է ոչ միայն անբարեխիղճ հարկատուներին բացահայտել, այլև բարեխիղճներին խրախուսել։ Առաջարկի հեղինակը Սպարտակ Թևոսյանն է, թե դա ինչով կարտահայտվի, դեռ կհստակեցվի։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր։